Գյումրիում ապրիլի 10-ից 19-ը անցկացվող վերածնունդ միջազգային 6-րդ փառատոնը բարձր մակարդակով անցկացնելու համար փառատոնի համանախագահ, Փյունիկ համահայկական հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը ֆինանսական աջակցության խնդրանքով դիմել է Գյումրու քաղաքապետարանին։ Նշեմ, որ փառատոնն անցկացվում է նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ Ռիտա Սարգսյանի, ինչպես նշված է նամակում, բարձր հովանու ներքո։ Փառատոնի անցկացման համար նախատեսվում է մոտ 197 միլիոն դրամ ծախսել։ Գյումրու քաղաքապետարանը որոշել է չմերժել Լևոն Սարգսյանի խնդրանքը եւ 5 միլիոն դրամ հատկացնելու նախագիծը այսօր ներկայացվեց ավագանու հաստատմանը։ Հետաքրքիր է, որ նամակը քաղաքապետարանը ստացել է փետրվարի 5-ին, մեկ շաբաթ անց այն հայտնվում է ավագանու նիստի օրակարգում։ Գումար հատկացնելու մասին բավականին հետաքրքիր էր քաղաքապետարանի ֆինբաժնի պետ Լենա Ջիլավյանի ներկայացրած փաստարկը։ 30 երկրներից գալիս են Գյումրի, ասեմ, որ օգնում են մեզ իրանք շատ իրանց ներկայությամբ մեր առևտրի շրջանառությունն է կարգավորում, հյուրանոցները, մեր կարելի ասել մեր ժողովրդի գումարը վաստակում եւ մուծում է մեր տեղական հարկերը։ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու ավագանու մի քանի անդամներ պաշտպանեցին քաղաքապետարանի որոշումը։ Միայն ավագանու անդամներից Լևոն Բարսեղյանը ներկայացրեց մի քանի հիմնավորում, թե ինչու հիմնադրամին չպետք է հատկացվի այդ գումարը։ Փյունիկ հիմնադրամը, որի նախագահը դիմել է մեզ աջակցության խնդրանքով, 2012 թվականին ունեցել է Գյումրի քաղաքի բյուջեին հավասար եկամուտ 2.9 միլիարդ դրամ։ 2011-ին եղել է մոտավորապես 1 միլիարդ դրամ։ Ծախսումներ է արել մոտավորապես 2 միլիարդ դրամի, զանազան օժանդակություններ եւ նվիրատվություններ է կատարել։ Ինձ համար անձամբ անհասկանալի է, ինչու այսպիսի ահռելի միջոցների տիրապետող կազմակերպության նախագահը դիմում է աղքատությամբ Հայաստանի երևի առաջին 3 քաղաքների մեջ գտնվող քաղաքին ուզելով այդ գումարը տանել։ 5 միլիոն դրամը բոլորը շատ լավ գիտեք, 1 կամ 2 սենյականոց բնակարանի կարող ենք վերածել եւ տալ որևէ անօթևան ընտանիքի։ Կարող ենք 4-5 հազար պարկ վարելափայտ առնել եւ 4000 անօթևան ընտանիքներին տալ, որպեսզի 2-3 օր տականանեն մարդիկ։ Եվ այլն եւ այլն։ Լևոն Բարսեղյանն ասաց, թե ինքը դեմ չէ, որ փառատոնն անցկացվի, ուղղակի աջակցելու այլ տարբերակներ կա։ Օրինակ, քաղաքապետարանը կարող է դահլիճների համար ծախսը փոխհատուցի, ասենք 100,000 դրամի սահմաններում։ Ես առաջարկում եմ վերանայել այս 5 միլիոնը, հատկացնել 100,000 դրամը հիմնադրամին կամ հասարակական կազմակերպությանը եւ թող յոլա գնա։ Լևոն Բարսեղյանը հավելեց, որ փառատոնի մասնակիցները նաև վճարումներ են կատարում ու անհրաժեշտ համարեց, որ վերածնունդ միջազգային մրցույթ փառատոնի համար 197 միլիոն դրամի ծախսը վերահսկվի։ Ինչևէ, Գյումրու ավագանին միայն մեկ դեմ քվեարկությամբ չմերժեց նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր Լևոն Սարգսյանի խնդրանքը ու 5 միլիոն դրամ հատկացնելու որոշումը հաստատեց։ Մեկ դեմ բոլորը